Դերասանուհի Իրինա Այվազյանն իր Instagram սոցիալական հարթակում Get Ready With Me ֆորմատով նոր հրապարակում է արել, որի ընթացքում նիհարելու ընթացքից անկեղծ մանրամասներ է հայտնել։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Մի այն հագուստներով, որոնք ես գնելու պահից չեմ կարողացել հագնել ավելորդ քաշի պատճառով։ Այս տաբատը, որը ես հիմա ցույց կտամ, գնելու օրը նույնիսկ այդ բառը պետք է օգտագործեմ, չեմ ճխտվել այս տաբատի մեջ, բայց հիմա ես գիտեմ իմ Get Ready-ները ընդհանրապես նման չեն Get Ready With Me-ների, բայց վիզուս չտոս, ամեն դեպքում ունենք այնինչ ունենք, շատ ջինսից կուրտ չկայա, ակնոց կարանք տնենք, կարանք չդնենք, ես ուղղակի սենց որպես լրացում, որովհետև ուշ ժամը։ Իրինա Այվազյանն իր սոցիալական հարթակում նոր հրապարակում է կատարել, կրկին հայտնվելով հետևորդների ուշադրության կենտրոնում։ Իրինան հրապարակել է մի շարք նոր լուսանկարներ, որոնցից ակնհայտ երևում է, որ նա զգալիորեն նիհարել է։ Նրա փոփոխված արտաքինն անմիջապես դարձել է քննարկումների թեմա, իսկ հետևորդները բազմաթիվ հաճայախոսություններ են գրել մեկնաբանություններում։ Լուսանկարներում Իրինա Այվազյանը ներկայացել է նրբագեղ և խնամված կերպարով, ընդգծելով իր նոր տեսքը։ Ձեզ ենք ներկայացնում Իրինա Այվազյանի հրապարակած նոր լուսանկարները, որոնք մեծ արձագանք են ստացել համացանցում։ Կյանքի ուղիներով հաղորդման հյուրն էր Իրինա Այվազյանը։ Star News-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։ Մանկությունը եղավ խոսակցության առաջին թեման։ Չեմ կարող ասել ինչն է ինձ տանում դեպի մանկություն, բայց մանկությունում շատ բաներ կային, որ հիմա առհասարակ մեր առօրյայում չկա։ Հասարակ բան եմ ասում, բայց հարևանությունը, բարեկամությունը ուրիշ էր, քան հիմա։ Ես իրականում չեմ փոխվել, համ իմ դիմագծերը, համ բնավորության գծերը չեն փոխվել։ Եղել եմ այսպես ասած իմ ասածի երեխա և իմ ուզածին միշտ հասել եմ։ Մամաս պատմում է, որ չի թողել գնամ բակ, բայց այնքան եմ ասել, այնքան եմ կռվել, մինչև գնացել եմ։ Հիշում եմ, ներկայացումներ էի բեմադրում, պարեցնում էի բոլորին, զբաղեցնում, միշտ մտածում էի ինչ շոուներ բեմադրեմ, որ հետաքրքիր անցնի։ Հնարավոր է, որ ծնողներս ամեն ինչ արել են, որ ես ոչ մի բանի կարիք չզգամ, որովհետև էնպես չի, որ ծնվել եմ մեծահարուստների ընտանիքում։ Ես էլ շատ ցանկություններ չէի ունենում և չէի բարձրաձայնում։ Ինչի մասին էլ բարձրաձայնում էի, ծնողներս հիմնականում իրականություն էին դարձնում։ Նույնիսկ չեմ հիշում, որ ծնողներս վիճեն։ Հիմա գիտակցում եմ, որ անհնար է այսքան տարվա մեջ չվիճեին, ինչը շատ հաճելի է։ Դա է երևի պատճառը, որ մանկությունս լավ եմ հիշում և համարում եմ այսպես ասած ստացված։ Հաջորդ թեման մասնագիտության ընտրությունն ու ծնողների անհամաձայնությունն էր։ Ծնողներս ուզում էին, որ սիրողական մակարդակի լինի դերասանությունը և այլ ավելի լուրջ մասնագիտություն ունենամ ըստ իրենց։ Հիմա եկել է մի փուլ, որ հարմարվել են և գիտակցում են, որ մեծ աղջիկ եմ ու եթե ընտրել եմ այս մասնագիտությունն, ուրեմն սա իմն է։ Բարկության, համոզելու դեպքեր չեն եղել, որովհետև սիրողական մակարդակի գնում էի նկարահանումների և արգելքներ չկային։ Համոզելու խնդիր եղավ, երբ ասեցի ուզում եմ կրթություն ստանալ այս մասնագիտությամբ։ Մամաս ասում էր թող դա քո հիմնական մասնագիտությունը չլինի, կողքից սիրողական զբաղվի, հետո շնորհակալություն կասես։ Հիմա շատ է բողոքում, որ ուշ եմ տուն գալիս։ Անկեղծ հայրս չգիտեմ ինչ պատկերացումներ ուներ իմ հետ կապված, բայց մայրս մինչ այսօր ենթադրում եմ, որ ուզում է կամ տուրիստական ինչ-որ գործակալություն ունենամ, կամ գիդ աշխատեմ, կամ բանկում աշխատեմ։ Ինձ դեպի Բրյուսով տարավ լեզուների հետ կապված սերը։ Հետո հասկացա առաջին կուրսի կեսից, որ ինձ շատ հետաքրքիր է այս ամենը, բայց ոչ այնքան, որ մինչև վերջ զբաղվեմ և աշխատեմ ամբողջ կյանքս։ Մտածեցի, որ պիտի գնամ թատերական, բայց չստացվեց։
Ավարտեցի, դարձա որպես տուրիզմի մենեջեր։ Այս պահի դրությամբ ցավում եմ, որ չեմ սովորել թատերականում։ Հաղորդման շրջանակներում խոսեցին նաև Իրինա Այվազյանի եղբորից։ Պատերազմի ժամանակ նրա հետ կապն ընդհատվել էր 70 օր։ Իրինան այդ օրերին հավատ էր ներշնչում ծնողներին և հոգու խորքում գիտեր, որ եղբայրը գալու, ընտանիքն էլ միավորվելու է։ Մամաս էլ, պապաս էլ շատ վատ վիճակում են եղել։ Պապաս թե որպես տղամարդ, թե որպես անձ ավելի փակ բնավորություն ունի, ինչպես ես։ Մամայիս մոտ շատ վատ էր արտահայտվում, չէր խոսում։ Համարյա թմրանյութին հավասար դեղեր էինք տալիս։ Այդպես անցկացրել ենք այդ 70 օրը։ Եղել է հիվանդանոցում, եղել է տանը։ Այն սենյակում, որտեղ հավաքվում էին ու այսպես ասած այդ լացը կար, մինչև հիմա տանել չեմ կարողանում այդ սենյակը։ Շատ հաճախ մամայիս կողքին չէի լինում, որովհետև չէի կարողանում տեսնել այդ վիճակում։ Երբ բոլորս մտնում էինք մեր սենյակները իբր քնելու, մայրս արթնանում էր և լուսադեմին գոռում էր «Արս»։ Իմ վրա նույնիսկ հոգեբանորեն ազդում էր այդ ամեն ինչը։ Մի անգամ նույնիսկ մամայիս վրա բարկացա, ասեցի չարթնանաս և կանչես։ Ինձ մոտ չի եղել այն միտքը, որ եղբայրս գուցե զոհվել է, բայց ծնողներս մտածել են։ Մի օր մայրս ասեց, որ վատ է, ինքը զոհվել է, դին չկա։ Իմ հետ էր այդ պահին և շատ կոպիտ եմ խոսել, ասել եմ դուրս գնա, բայց շատ վատ եմ խոսել։ Եղբորս և իր ընկերներին օգնել է հավատը ու ամեն ինչին դրական նայել է։ Չհուսահատվել է, որովհետև այնպիսի զբաղմունքներ էին գտել, որ կյանքում չես մտածի, որ այդ իրավիճակում մարդիկ նման զբաղմունքներով կարող են առհասարակ զբաղվել։ Խաղեր, գրքեր, կարդալ, հումորներ և այլն։ Իրենց դա օգնել է։ Մինչ օրս չեմ հաղթահարել այն, ինչ տեղի է ունեցել ոչ միայն ինձ, այլև ողջ ազգի հետ։ Ես հոգեբանի եմ դիմել, բայց լուծում չեմ ստացել, որովհետև ինքս պետք է գամ այն գիտակցությանը, որ ինքս դուրս գամ դրա միջից։ Իմ մոտ կար մեղավորության զգացում։ Իմ եղբայրը եկել էր, բայց կային ընտանիքներ, ովքեր ունեին անհետ կորածներ, զոհեր։ Հիմա մի փոքր հաղթահարել եմ, բայց մինչև այսօր չկա մի օր, որ չհիշեմ, չմտածեմ։ Իրինայի անձնական կյանքն էլ հարթ չի ընթացել։ Եղել են սերեր և բաժանումներ, հետևաբար նաև ծանր հոգեբանական շրջաններ ու ապրումներ։ Հիմա եկել է այն եզրահանգման, որ տեղի ունեցածն անընդհատ վերլուծելու կարիք չկա և պետք էլ չէ։ Ինչ խոսեց նա այս մասին։ Ես հեշտ չեմ հեռանում, նույնիսկ եթե ուզում եմ հեռանալ։ Միշտ վախեցել եմ դիմացինին ցավ պատճառելուց և հաճախ դրանից ինքս ինձ եմ վնասել։ Ինձ թվում է, որ ավելի հեշտ է, երբ ինձանից են հեռանում, քան ես եմ հեռանում։ Երկու դեպքերին էլ բախվել եմ և հետևություն եմ անում, եթե եղել է, ուրեմն պետք էր։ Չեմ ասի, որ հարթ եմ տանում, բնականաբար ծանր եմ տանում, մտածում եմ և այլն, սակայն ունեմ միշտ այն տարբերակը, որ հիմա սենց եղավ, բայց պետք էր, որ եղավ։ Ես անկեղծ ուրախ եմ ամեն ինչի համար, որ հեռացել են և հեռացել եմ։ Մինչև ուրախ լինելը բարդ շրջանների միջով եմ անցնում, որովհետև ես փակ մարդ եմ, կիսվող չեմ։ Փակվում եմ իմ մեջ, տենց ավելի դժվար է։